appearance պանելի հատկությունները, այսինքն օբյեկտի fill stroke և էֆեկտները, Adobe Illustrator-ում կարելի է հիշել օգտագործելով ստայլերը։ Այդ ստայլերը Adobe Illustrator-ում մենք կարող ենք գտնել Windows Graphic Styles վահանակի օգնությամբ, որոնք հայերեն կոչվում են ոճեր, եւ այս ստայլերը, ինչպես դուք տեսնում եք, որոնք հայտնվում են appearance պանելում, կարելի է հիշել graphic style վահանակի մեջ եւ կիրառել օբյեկտների վրա։ Graphic style վահանակը Adobe Illustrator-ի ինստալացիայի ժամանակ գալիս է նախադրված գրաֆիկական ստիլերի հետ եւ եթե մենք օրինակ այս ցուցակից ընտրենք որևէ մի ստիլ, ապա դուք տեսնում եք այս ստայլերի համախումբը ունի իր անունը, օրինակ artistic effect, եւ մենք այստեղ կարող ենք թերթել եւ դիտել բոլոր այն ստայլերը, որոնք գտնվում են այս ցուցակի մեջ։ Այստեղից կարելի է ստեղծել նոր գրաֆիկական ստիլեր, ինչպես save անել այդ graphic style-երը եւ հետո օգտագործել նրանց, այնպես էլ կարելի է save անել նրանց, որից հետո նրանք կհայտնվեն օգտվողի կողմից սահմանած ստայլերի ցուցակում։ Այս ստայլերի վահանակը, ինչպես այստեղ մենք տեսնում ենք, ունի նաև տեքստային դիտման ռեժիմ, այսինքն այդ ստայլերը ներկայացվում են տեքստերի վրա կիրառված, եւ եթե մենք աջ կլիկ անենք այդ որևէ մի ստայլի վրա, ապա դուք կտեսնեք, որ մենք կարող ենք դիտել նրան ավելի մեծ ձևով։ Այս գրաֆիկական ստայլերը կարելի է նաև նայել փոքր իկոնկաներով եւ նրանց անուններով, ինչպես նաև մեծ իկոնկաներով եւ նրանց անունները, որտեղ լինում է, որ մենք պետք է հիշենք նրանց անունը, որպեսզի հարմար լինի նրանց գտնել։ Եթե մենք ընտրում ենք persistence, ապա ամեն անգամ, երբ որ մենք բացում ենք Illustrator-ը, մենք ավտոմատ կունենանք բացված ստայլերի պատուհանը։ Եթե մենք ընտրում ենք որևէ ստայլ, ապա դա մենք կարող ենք տեղափոխել մեր հիմնական graphic style-երի պատուհանը, որտեղ այն կհիշվի։ Այստեղից ստայլերը կարելի է նաև delete անել, ինչպես նաև կարելի է ստեղծել նոր ստայլ, եւ եթե երկու անգամ մենք նրա վրա սեղմենք, ապա կարելի է նրան տալ անուն։ Բացի դրանից այստեղ ստայլերը ունեն մի շարք կարգավորումներ այս գրաֆիկական պանելում, դրանցից է duplicate graphic style, եթե մենք ուզում ենք կրկնօրինակենք, delete graphic style, երբ ուզում ենք նրանց ջնջենք այդ ցուցակից, break link to graphic style, այսինքն վերացնենք այդ լինկը օբյեկտի այդ ստայլի հետ, ընդ որում եթե մենք անում ենք break link, ապա այս օրինակ կիրառված ստայլը մնում է այդ օբյեկտի վրա։ Եթե մենք նույնիսկ այստեղ delete անենք այս ստայլը, ապա նա նորից կմնա կիրառված այս օբյեկտի վրա, որը դուք տեսնում եք appearance պանելում, որ այս ստայլը նկարագրվում է այս կոմբինացիայով appearance պանելում եւ այս փոքր
պանելում դուք տեսնում եք, որ մենք ունենք style-ի տեսքը։ Այստեղ նաև մենք ունենք select or unused, այսինքն ընտրում է այն style-երը, որոնք չեն օգտագործվել, կա merge graphic style հրամանը, դա կարելի է կիրառել, եթե օրինակ մենք մի քանի style ուզում ենք կիրառենք մեկ այլ style-ի վրա, եւ եթե մենք այս երկու style-ը ընտրելով այժմ տանք merge graphic style եւ ստեղծենք նոր անուն, ապա այս երկու graphic style-երը կձուլվեն մեկ style-ի մեջ, որը մենք հետո կարող ենք կիրառել համապատասխան օբյեկտի վրա, ինչպես դուք տեսնում եք հիմա սա մեկ style-ն է, սա մյուս style-ն է, իսկ նրանց ձուլվածքը տալիս է այդ երկու style-երի խառնուրդը, որի բոլոր հատկությունները մենք տեսնում ենք այս appearance պանելում։ Այստեղ նաև կա sort by name, այսինքն համապատասխան դասավորել նրանց անուններով, այս ռեժիմի հետ մենք արդեն ծանոթ էինք։ Այստեղ կա graphic style option, որը մենք կարող ենք բացել եւ տանք OK, որպեսզի անունը փոփոխենք նրա։ Նաև այստեղ կան հրամաններ OP graphic style library, որտեղից մենք կարող ենք ընտրել բոլոր library-ները, կարող ենք անել save graphic library, այսինքն այս բոլոր մեր style-երը մենք կարող ենք հիշել որևէ մի անունով graphic style-ում, տանք save, եւ եթե մենք հիմա բացենք user define, ապա կգտնենք այդ նոր style-ը։ Այս style-ը կարելի է ջնջել ակտիվացնելով save graphic styles as library, այսինքն հիշել նրանց որպես գրադարան այդ ֆոլդերում, եւ այստեղից մենք կարող ենք ջնջել այս մեր ստեղծված նոր style-ը, որը դուք ինչպես տեսնում եք այն չկա։ Style-երը նաև կարելի է ներբեռնել ինտերնետից, եթե դուք փնտրեք նրանց ինտերնետում, եւ կարելի է նրանց հիշել ցանկացած տեղ, ոչ այդ ֆոլդերում Illustrator-ի, հետո ասենք նրանց load անել մեկ ուրիշ դոկումենտի մեջ։ Եթե մենք ունենք այս style-ը, օրինակ ինչպես դուք հիմա տեսնում եք, մենք կարող ենք այստեղ փոփոխել նրա հատկությունները, գույները եւ եթե մենք այժմ ուզում ենք հիշենք այս style-ը, մենք կարող ենք նրան վերցնել եւ drag and drop-ով, այսինքն գցենք նրան graphic style պանելի մեջ։ Այժմ այս style-ի եւ այս style-ի մեջ դուք ինչպես տեսնում եք կա տարբերություն։ Եթե մենք օրինակ չնջենք հիմա այս style-ը, ապա դուք կտեսնեք, որ վերացավ նրա հատկություններից մեկը։ Եթե մենք ունենք որևէ style, որը ընտրված է, եւ նրանից ստեղծենք նորը, տալով նրան անուն art 7, եւ այժմ մենք ասենք ավելացնենք որևէ մեկ այլ ատրիբուտ այդ style-ին, ինչպես դուք հիմա տեսնում եք, ապա մտնելով appearance վահանակը, այստեղ մեր մոտ կակտիվանա redefine graphic style art 7, որը նշանակում է, որ եթե մենք այժմ նրան ակտիվացնենք, ապա այս style-ը կփոփոխվի։ Ավելի լավ տեսնելու համար եկեք փոխենք այս գույնը, նորից մտնենք
վերցնենք եւ անենք redefine։ Այժմ դուք տեսնում եք, որ այստեղ փոփոխվեց այդ style-ի տեսքը։ Style-երը, նույն տիպի style-երը կարելի է ընտրել select same graphic style, այսինքն այս հրամանով մենք կարող ենք ընտրել այն օբյեկտները, որոնք ունեն նույն style-երը։ Եթե մենք այժմ վերցնենք այս style-ը եւ սեղմելով alt-ը տեղափոխենք այս մյուս օբյեկտի վրա, ապա դուք կտեսնեք, որ մեր այս ընտրված style-ը փոխեց այս մյուս style-ին, որը նաև տեսնում եք appearance, այս ձևով կարելի է տեղափոխել մեկ style մեկ ուրիշ style-ի վրա։ Եթե մենք հիմա ունենք այս style-ը, այս մեր երկրորդ օբյեկտի վրա եւ կիրառենք նրա վրա այս մեր Pompadour.js style-ը, ապա դուք կտեսնեք, որ appearance պանելում կփոփոխվի նրա բոլոր ատրիբուտները, այսինքն մեր հին ատրիբուտները, որը ուներ այս օբյեկտը, ամբողջությամբ փոխարինվեցին այս ատրիբուտներով։ Այժմ մենք եկեք անենք Ctrl+Z եւ երբ որ մենք այժմ կսխմենք այս նոր style-ի վրա, այդ ընթացքում մենք կսխմենք alt-ը եւ կսխմենք այս նոր style-ի վրա։ Դա նշանակում է, որ մենք ոչ թե կփոփոխենք այս style-ը այս style-ով, այլ կավելացնենք այս style-ը արդեն մեր եղած style-ի վրա։ Հիմա եթե մենք այս ֆիլը տեղափոխենք ներքև, ապա դուք կտեսնեք, որ մենք ունենք մեր հին style-երը, որին ավելացել է այս նոր style-ի ատրիբուտները։ Style-երը կարելի է նաև պատճենահանել օգտվելով eyedropper-ից։ Եթե մենք բացում ենք հատկությունները, այստեղ պետք է ակտիվացնել appearance հատկությունը եւ եթե հիմա ընտրված է, ասենք այս մի օբյեկտը եւ մենք eyedropper-ով սեղմում ենք այս մյուս style-ի օբյեկտի վրա, ապա նա պատճենահանվում է ամբողջությամբ նաեւ մեր ընտրված օբյեկտների վրա։ Կարող ենք այժմ այդ կրկնել, որ դուք ավելի լավ տեսնեք։ Եթե մենք հիմա ձուլենք այս եւ այս օբյեկտները, ընտրելով Ctrl-ով այս 3 օբյեկտները եւ տանք հրամանը merge graphic styles նոր graphic style-ի մեջ, ապա դուք կտեսնեք, որ այս նոր ստեղծած graphic style-ը կպարունակի այս 3 style-երի բոլոր ատրիբուտները, այսինքն մենք կստանանք complex style։ Եթե մենք ունենք տառատեսակներ եւ կիրառում ենք նրա վրա style-երը, ապա այդ style-ը փոփոխում է ինչպես նրա ֆիլը, այնպես էլ ստրոկը։ Սակայն graphic style-երը ունեն մի հրաման, որը կոչվում է override character color, որը եթե մենք անջատենք եւ կիրառենք այս style-ը այս օբյեկտի վրա, ապա նա չի փոփոխի նրա գույնը, ֆիլը եւ այն կմնա նույն տեսակի, ինչպիսի որ կար։ Եթե հիմա մենք օրինակ միացնենք սա եւ նորից կիրառենք, ապա դուք կտեսնեք, որ փոփոխվում է նրա ֆիլը։